մենք որքան էլ որ հայտարարություններ են հնչում, հա, կասկածի տակ դնող, ամեն դեպքում այսօր Ծիծեռնակաբերդը մարդաշատ է, այսինքն այ ժողովուրդը պահանջատեր է։ Ծիծեռնակաբերդը միշտ է մարդաշատ եղել եւ միշտ է մարդաշատ լինելու։ Մենք այսօրվա խորհուրդը պետք է նաեւ վերաձևակերպենք այն առումով, որ սա լինի ոչ միայն սգո եւ հիշատակի հարգման օր, այլ նաեւ սգո ու հաղթանակի օր, հետագա մեր հաղթանակների բերումով դրան պետք է հասնենք, իսկ ինչ վերաբերում է հայոց ցեղասպանության փաստացի ժխտմանը օրվա իշխանությունների կողմից, ապա դա պետական դավաճանություն է եւ այդ դավաճանական քայլերից մեկն էլ այն է, որ իրենք հարձակվում են անկախության հռչակագրի դեմ, սահմանադրություն են ուզում փոխել Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով եւ նաեւ մեր ժողովրդի այս մասնակցությունը հենց այդ ուղերձն է այս իշխանություններին եւ նաեւ դրսին, որ դա մեզ համար անընդունելի է։ Պարոն Թևանյան, հանրությունը որքան դժգոհ է այսօրվա իշխանություններից, նույնչափ էլ ընդդիմությանն են այս դժգոհությունները ուղղված, ասում է բողոքում են, հայտարարություններ են հնչեցնում, բայց տարբերակ չեն առաջարկում, ավելին, այսպես իշխանական ընդդիմադիր թևերի մեջ, այսպես սկզբրտոց է գնում, ո՞րն է պատճառը։ Մեր ժողովուրդը կարող է դժգոհ լինել ընդդիմությունից այնքան ժամանակ, քանի դեռ այս հակահայկական իշխանությունները պետության կառավարման ղեկին են։ Կարծում քանի ընդդիմադիրներ իր այդ համերաշխ չեն, այդ իշխանությունը կմնա։ Մենք համերաշխության վառ օրինակ ունենք, Գյումրիի ընտրություններն են, որտեղ տարբեր տիպի տարաձայնություններով հանդերձ կարողացանք ձևավորել մի մթնոլորտ, համաձայն որի թիրախում միայն քաղաքացիական պայմանագիրներ եւ հասանք հաջողության։ Ինչ վերաբերում է ընդդիմության ավելի համապետական մասշտաբով տարբեր թիրախավորումներին, ես կարծում եմ, որ ի վերջո բոլորիս թիրախը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը իր վարած քաղաքականությամբ եւ Մայր Հայաստանը հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվում է։ Մնացածները, ովքեր որ ոտատակ են ընկնում, մենք կամ նկատում ենք, կամ չենք նկատում նրանց։ Ովքեր որ ընկնում են ոտատակ, բայց ես չեմ կարծում, որ օրվա խորհրդի շրջանակներում արժե այդ մասին խոսել։